Շնորհակալություն Աստծո արդարության համար։ Փառաբանելու եմ քեզ, ով Տեր, իմ ամբողջ սրտով պատմելու եմ քո բոլոր հրաշալի գործերի մասին։ Քեզանով եմ ուրախանալու ու ցնծալու, քո անվանը սաղմոս եմ երգելու, ով բարձրյալ։ Երբ թշնամիներս վերադառնան քո ներկայությունից կընկնեն ու կկորչեն, քանի որ իմ իրավունքն ու դատը դու տեսար, աթոռին ես նստում արդարությամբ դատելով։ Հեթանոսներին հանդիմանեցիր, ամբարիշտներին կործանեցիր, նրանց անունները ջնջեցիր հավիտյանս։ Ով թշնամի, ավերմունքները մշտական վերջին են հասել, քաղաքները կործանեցիր, նրանց հիշատակն իրենց հետ կորավ։ Բայց Տերը հավիտյան է մնալու, նա իր աթոռը պատրաստել է դատաստանի համար և դատելու է աշխարհն արդարությամբ, տեսնելու է ժողովուրդների դատաստանը իր ուղղամտությամբ։ Եվ Տերն ապավեն է լինելու ճնշվածին, ապաստան նեղության պահերին։ Եվ նրանք քո անունը գիտեն, քեզ են հուսալու, քանի որ քեզ փնտրողներին, ով Տեր, դու չլքեցիր։ Սաղմոս երգեցեք Տիրոջը, ով Սիոնում է բնակվում, ժողովրդի մեջ պատմեցեք նրա կատարածները։ Երբ այրան համար հաշիվ է պահանջում, հիշում է նրանց, չի մոռանում խոնարհների աղաղակը։ Ով Տեր, ողորմիր ինձ ատողներից կրած նեղությունս տես, դու որ ինձ որպեսզի քո բոլոր օրհնությունները պատմեմ Սիոնի դստեր դարպասներում, քո փրկությամբ եմ ուրախանալու։ Հեթանոսներն իրենց շինած գուբի մեջ ընկնվեցին, իրենց թաքուն լարած որոգայթի մեջ իրենց ոտքը բռնվեց։ Իր կատարած դատաստանով է Տերը ճանաչվում։ Ամբարիշտն իր ձեռքի գործերով է որոգայթն ընկնում։ Ամբարիշտները դժոխք են նետվելու, նաև այն բոլոր ազգերը, որ մոռանում են Աստծուն։ Քանի որ կարիքավորները ամենևին չի մոռացվելու, աղքատի ակնկալությունը հավերժ չի կորչելու։ Ելիր, ով Տեր, մարդը թող չզորանա, թող հեթանոսները դատվեն քո առաջ։ Երկյուղի մատնի նրանց, ով Տեր, թող ազգերն իմանան, որ իրենք պարզապես մարդ են։ Ամեն։